Պարոն Բաբան, նախ ցանկանայի էքսպոյի նպատակը բացատրեիք, հետո արդեն ըստ էության այսօր փաստաբանների գործունեության մասով ձեր գնահատակը։ Այս մշակույթը ներդրվեց 19 թվականին, գաղափարը հետևյալն է, որպեսզի հասարակությունն էլ փաստաբանությունը կտրված չլինի հասարակությունից, այսինքն շատ անգամ հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ փաստաբանական համայնքի հրապուրիչ կողմերը ֆինանսական բաղադրիչն է եւ այլն, բայց այնուամենայնիվ դա չէ, մենք այսօր հնարավորություն ենք տալի, որպեսզի փաստաբանական գրասենյակները ինքնուրույն ներկայանան, ներկայացնեն իրենց ծառայությունները եւ նաեւ կարողանա այս ամիջական հարաբերությունը հասարակություն փաստաբանական համայնք ձևավորվի։ Մյուս տեսանկյունից փաստաբանական ինստիտուտի շարժիչ ուժը այնուամենայնիվ փաստաբանական գրասենյակներն են եւ շատ արդյունավետ է, երբ որ փաստաբանները միավորվում են գրասենյակների ձևաչափով եւ իրականացնում են իրենց գործունեությունը։ Այս միջոցառումը հենց ծառայում է այդ նպատակին, որպեսզի կարողանան փաստաբանները ներկայանան իրենց գրասենյակների միջոցով, ներկայացնեն իրենց նվաճումները, իրենց ծառայությունների շրջանակը։ Ընդհանուր առմամբ փաստաբանությունը հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակը ինչպես է գնահատում նաև վերջին իրադարձությունները փաստաբանների շրջանում։ Գիտեք ինչ, մենք չի կարող ասել, որ լավ օրեր ենք այսօր ապրում, դե գիտեք առաջի խնդիրը, որ մենք ունեցանք, սա ոչ թե այնքան զուտ փաստաբանության տեսանկյունից, այլ նաև իրավական համակարգի տեսանկյունից դա այս հարկային, այսպես ասած, բեռն էր, որը որ ուղղակի արվածեց փաստաբանական համայնքին, համարցեց համայնքին եւ օրինակ նույն գրասենյակների ձևավորման տեսանկյունից այսօր գրասենյակները նորաստեղծ գրասենյակների համար բավականին դժվար է դիմանալ այս հարկային բեռին։ Մյուս տեսանկյունից նաև հասարակության համար է իրավաբանական ծառայությունը երկրում ակնհայտ է թանկացել է եւ այս թանկությունը նաև քաղաքացու գրպանին է կպնում եւ եթե իրավունքի պաշտպանության խնդիր կա, բնականաբար քաղաքացին արդեն մտածելու է արդյոք դիմի փաստաբաններին թե ոչ։ Բայց այնուամենայնիվ մենք կարծում ենք, որ մենք պետք է դիմակայենք, մենք ավելի բարդ օրեր ենք ունեցել եւ փաստաբանական համայնքը պայքարող համայնք է եւ կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ այս դժվարությունները ինչ որ մի օր կհաղթահարենք։ Շնորհակալություն։ Իսկ քանիսն են ներկա հաշվել եք, թե քանի փաստաբան։ Այո, այս պայն ուրեմն ներկայացված են 20 գրասենյակ, նաև մենք հրավիրել ենք փաստաբանական ինստիտուտին, զուգահեռ գործող նոտարական պալատին, հաշտարարների պալատին, Արցախի փաստաբանների պալատն է ներկայացված, նաև սնանկության կառավարիչների ինքնակարգավորող կազմակերպությունը։ Ես նկատեցի, որ քիչ առաջ էքսպոյի շրջանակներում ֆրանսիացիներն էին եւ ինչ-որ շահումներ էին, կցանկանա ինչպես են հայտնվել Հայաստանում։ Մենք այս օրերը առհասարակ այս օրերը հենց ապրիլի 24-ի մոտակա օրերը մեզ մոտ միշտ միջազգային հանդիպումների կարելի ասել այս շրջանը տեղի ունենում։ Այս պահին ուրեմն միջազգային մեր գործընկերներն են նաև այստեղ, ֆրանսիական տարբեր փաստաբանների պալատների ներկայացուցիչներ են, նաև ազգային խորհրդի ներկայացուցիչներ։ Քիչ հետո մեզ մոտ միջազգային կոնֆերանս է տեղի ունենալու փաստաբանական թիրախային մեր մասնագիտական թեմաների շրջանակներում, որին հրավիրված է նաև զեկուցողներ են մեր միջազգային գործընկերները։ Նաև Վրաստանից ունենք ներկայացուցիչներ եւ այլն։